Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեգամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Տիկան Հակոբյանը գոնե վկայա։ Լավ։ Պարոն Հակոբյան, այսօրվա խոսքս իրականում հանձնաժողովին շատ չի վերաբերվելու, բայց վերաբերվելու է անձամբ ձեզ։ Ձեր տարեկից օրինակ առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանին, ինձ, մեր տարեկիցներին, որոնցից գողացել են մեր 30 տարին, այդ 30 տարվա բովանդակությունը, պայքարը, ուրախությունը, տխրությունը եւ շարունակում են գողանալ։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ և իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջայլոց, մի սպարնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպարնի, ով կարա սպարնա, գլուխը պատով ա տալի, լավ հանգստացի թող խոսենք, 20 րոպե առանց էտել վարկյաններն էինք հաշվում, որ վերջը, Տիկին Կյուրեղյան, չեմ լսում ձեզ ու փարկացու, ուրեմն հանգստացեք, առանց էտել այդ 20 րոպեանոց ելույթը վարկյաններն էինք հաշվում, եփա ավարտվելու, որովհետև, ասենք, ավելի հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, այտենց ելույթներով այտենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու։ Կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես տեսնես, որ մի գնա է, ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արինես տե մի գնա, վախեցար, հետ արի, եղբայր, հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ, նստի լսի։